Շնորհավոր բոլորիդ ամանորը և Սուրբ Ծնունդը, բայց ամանորը ամանոր, իսկ մենք գումար պետք է աշխատենք։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Ես այսօր ուզում եմ ձեզ ցուցադրել, թե ինչպես եմ ես գումար աշխատում OTC արժույթներով, բայց մինչ այդ ես ուզում եմ ձեզ ցուցադրել, թե ինչպես եմ ես նախկինում աշխատել 70,000 դրամ ընդամենը 2 րոպեում։ Այս վիդեոյի ընթացքում ես 2 րոպեում աշխատում եմ 70,000 դրամ։ Եթե դուք ընդհանրապես չեք տիրապետում trading-ին, ապա մեր ալիքի playlist-ում կան վիդեոներ, որտեղ ես լրիվ զրոյից բացատրում եմ trading-ի հիմունքները։ Նայեք այդ վիդեոները, ապա նոր տեղափոխվեք այս պրակտիկ գործարքների վիդեոին։ Հիմա ես ուզում եմ ձեզ ցուցադրել, թե ինչպես եմ ես ընտրում OTC արժույթ, որը որ ամենահասկանալի եւ ամենահեշտ հատվածը կլինի գումար աշխատելու համար։ Եկեք միասին փնտրենք այդ արժույթը։ Կաթ GPI-ը ես կատարեցի վաճառք, եկեք տեսնենք ինչու ես կատարեցի վաճառք։ Այստեղ ես նկատեցի trend դեպի ներքև, այսինքն մեր մոմերը ուղղված են դեպի ներքև։ Ես նկատեցի լավ հատված, եկեք ես ձեզ ցուցադրեմ։ Սա դիմադրության հատված է, որը որ ինչի է համարվում լավը, կան շատ կանգ առած կետեր մեր մոմերի եւ ստվերների հատվածում, եկեք ես ձեզ ցուցադրեմ։ Շատ կանգ առած հատվածները մեզ հուշում են, որ այս հատվածը լավն է, իսկ ներքևում եկեք ես ձեզ ցուցադրեմ։ Կա աջակցման հատված, որը որ այդքան էլ լավը չի։ Ինչի այդքան լավը չի, քանի որ մի քանի անգամ այստեղ կոտրվել է եւ իջել է դեպի ներքև։ Նայեք։ Մի քանի անգամ կոտրել են այս հատվածը եւ իջել են ավելի ներքև մեր վաճառողները։ Այդ իսկ պատճառով ես համարում եմ այս մեր աջակցման հատվածը վատ հատված։ Եվ ուզում եմ ձեզ ցուցադրել մեր մոմային վերլուծությունը։ Մեր կարմիր մոմը ուժեղ է։ Ինչից ես ենթադրեցի, որ ուժեղ է, քանի որ նրա մարմինը մեծ է, իսկ ստվերները փոքր են։ Իսկ մեր կանաչ մոմը, վերջին կանաչ մոմը, նայեք ինչ վատ եւ թույլ մոմ է։ Նա ունի փոքրիկ մարմին եւ մեծ ստվերներ։ Այդ պատճառով ես ենթադրեցի, որ այստեղ ավելի լավ կլինի կատարել վաճառք։ Եթե միանգամից մենք չստանանք մեր պլյուսը, մենք կստանանք դագոնով։ Ամեն դեպքում դուք կտեսնեք, թե ինչպես եմ ես գումար աշխատում։ Նայեք, ես ուզում եմ ձեզ պատմել մի պատմություն, որը որ կապված է trading-ի հետ։ Trading-ը ստեղծված է շատ հասարակ կանոններով, բայց ոչ հեշտ։ Կա այդպիսի մի պատմություն։ Մի տղա է լինում, ով ուզում է դառնալ իմաստունների իմաստունը եւ փնտրում է իրեն ուսուցիչ։ Նա իմանում է, որ ինչ որ սարերի գլխին կա շատ լավ իմաստուն եւ խելացի մարդ, որը որ կկարողանա նրան սովորեցնել իմաստության գաղտնիքը։ Նա գնում եւ գտնում է այդ մարդուն եւ ասում է, որ կխնդրեմ ինձ սովորեցնեք իմաստությունը։ Այդ մարդը, այդ ծեր իմաստունը ասում է. լավ, ես քեզ կսովորեցնեմ։ Քեզ ուղակի պետք է գնալ եւ նստել հայլու դիմաց եւ կես ժամ կրկնել ով եմ ես, ով եմ ես։ Դա շատ հասարակ բան է, բայց հեշտ չէ։ Պատկերացրեք, դուք պետք է կես ժամ կրկնեք այդ նույն խոսքերը։ Նա ասում է, չի կարող այդպես հեշտ լինել։ Ես կգնամ եւ կգտնեմ ուրիշ իմաստունի։ Այդ ծեր իմաստունը պատասխանում է, գնա եւ գտիր։ Ես ճանաչում եմ մի մարդու, ով որ իմ նման իմաստուն է, կարող ես գնալ նրա մոտ։ Նա ուղղորդում է, այդ տղան գնում է այդ մեր երկրորդ իմաստունի մոտ, այս երկրորդ իմաստունը ասում է, ես քեզ կսովորեցնեմ, բայց դու պետք է մի 2 տարի աշխատես իմ համար, ծառայես։ 2 տարի ահավոր ծառայություններից հետո այս մեր տղան մոտենում է մեր երկրորդ իմաստունին, որի մոտ որ նա ծառայում էր, ասում է. 2 տարի ես ծառայել եմ, խնդրում եմ սովորեցրու ինձ իմաստության գաղտնիքը։ Նա ասում է, լավ, ժամանակն է, գնա հայելու դիմաց եւ կես ժամ հարցրու, ով եմ ես, ով եմ ես։ Այս տղան զարմանում է, ասում է, ես գնացի մեր առաջին իմաստունի մոտ եւ նա ուղակի առանց ինչ որ մի բանի ինձ արդեն այդ խորհուրդը տվեց, բայց դու այդ 2 տարի ծառայելուց հետո լրիվ նույն բանը ասեցիր ինձ։
Երկրորդ իմաստունը ասում է, թե ինչ ասեմ, ուրեմն դու հիմար ես, եթե միանգամից չես լսել այդ առաջին իմաստունին։ Նայեք, մենք շատ ենք սիրում բարտացնել եւ եթե մենք տեսնում ենք, որ ինչ-որ բան կարելի է ստանալ հեշտ, չենք հավատում։ Բայց դա հեշտ չէ, դա ուղղակի հասարակ է։ Մենք բոլորս էլ գիտենք, որ ինչ-որ բանի հասնելու համար մենք պետք է պայքարենք։ Մենք աշխատեցինք գումար, բայց մենք շատ ենք սիրում բարտացնել, փնտրել ինչ-որ գաղտնիքներ, ինչ-որ մենք մտածում ենք, որ մարդ կա, որը որ գիտի մի հատ գաղտնիք եւ այդ գաղտնիքը չի բացահայտում, բայց սա շատ հասարակ հիմունքների վրա է թրեյդինգը։ Ինչով է հասարակ։ Մենք պետք է մեր ընտանուր բալանսից չկորցնենք ավելին, քան 5%-ը, բայց մենք փնտրում ենք գաղտնիքներ, մենք չենք համակերպվում մեր կորուստի հետ։ Դա շատ հասարակ բան է, 5% կորցրեցիր, անջատում ես քո համակարգիչը եւ դուրս ես գալիս։ Բայց մենք սիրում ենք բարտացնել, մենք սիրում ենք փնտրել գաղտնիքներ։ Հասկացեք, կարգապահություն, դիսցիպլինա, դա շատ հասարակ բան է։ Չկատարելը գործարք հասարակ է, բայց հեշտ չէ, քանի որ կա ազարտ, կա չհամակերպվելը կորուստին, եւ դուք, եթե ուզում եք դառնալ լավ թրեյդեր, դուք պետք է համակերպվեք այդ ձեր կորուստներին։ Ես հնարավոր է, որ իմ վիդեոների ընթացքում կատարեմ ավելին, քան 5%-ը, բայց ես ունեմ իմ արդեն իսկ աշխատած թրեյդինգով, ստրախովկա գումարները, ես եթե նույնիսկ լրիվ կորցնեմ, որը որ քիչ է հավանական իմ պարագայում, ես ունեմ արդեն իսկ աշխատած գումարներ թրեյդինգով, բայց եթե սա լիներ իմ վերջին գումարը, ես երբեք 5%-ից ավել չէի կորցնի։ Այսինքն դուք պետք է գիտակցեք ձեր ռիսկերը, եթե դուք ունեք գումարներ պահած, դուք կարող եք ձեր ռիսկերը մեծացնել, եթե այդ գումարի կորուստը ձեզ ցավ չի պատճառի։ Իհարկե դա հարաբերական է, ցավ ամեն դեպքում կպատճառի, բայց եթե դրանից կախված չէ ձեր ապագան, ապա կարող եք ռիսկերը ձեր մեծացնել, բայց եթե դա ձեր վերջին գումարն է, դա կորցնելուց հետո դուք չեք կարողանա կատարել թրեյդինգ։ Դա կորցնելուց հետո դուք կունենաք խնդիրներ ձեր մասնագիտության մեջ, ապա խնդրում եմ, պահեք ռիսկ եւ money management օրենքները, դա շատ հասարակ է, չկատարել գործարք հասարակ պայման է, բայց հեշտ չէ, քանի որ մենք մարդ ենք, մենք ունենք թուլություններ, ազարտ, մենք ունենք կորուստին չհամակերպվելու ցանկություն եւ մենք ուզում ենք միշտ հաղթած դուրս գալ։ Դա թուլություններ են, դուք պետք է հաղթահարեք, դուք պետք է պայքարեք, դա է դժվարությունը թրեյդինգի, հավատացեք ինձ, գումար աշխատելը այդքան դժվար չի այստեղ, բայց կորուստին համակերպվելը շատ դժվար է։ Եթե դուք զբաղվել եք թրեյդինգով, իրական գումարով, պրակտիկ զբաղվել եք, եւ դուք կորցրել եք գումար, մեկ օրում կորցրել եք ձեր ամբողջ գումարը, ուրեմն խնդիրը ձեր հոգեբանության մեջ է, ձեր մեջ է։ Եթե դուք պահեք կես տարի ձեր դիսցիպլինան եւ 5%-ից ավել չկորցնեք գումար օրական, ապա հավատացեք ինձ, անհնար է որ դուք ձեր գումարը կորցնեք ձեր բալանսին, նույնիսկ եթե դուք թրեյդինգը չգիտեք, ապա դուք ուղղակի չեք կարող ձեր ընդհանուր գումարը կորցնել այդ կես տարվա ընթացքում։ Բայց դա վերաբերվում է այն գումարին, որը որ ունի 5%, ասենք $10 չունի 5%։ Եթե դուք ունեք բալանս, որը որ ունի 5% եւ օրական կորցնում եք 5%, ձեզ պետք է 40 օրից ավել, որպեսզի դուք լրիվությամբ կորցնեք ձեր գումարը։ Դա հաշվի առնելով այն, որ դուք ամեն օր պետք է կորցնեք 5%, բայց դա հնարավոր չէ։ Եթե նույնիսկ չեք տիրապետում թրեյդինգի կանոններին, անհնար է որ դուք 40 օրից ավել ամեն օր գնաք մինուս 5%։ Հավատացեք, խնդիրը ձեր հոգեբանության մեջ է, ոչ թե նրա մեջ է, որ դուք չեք տիրապետում վերլուծությանը, ոչ։ Խնդրում եմ, պահեք ռիսկ եւ money management օրենքները։ Եթե ես ձեզ ասում եմ գծեք $20, որի 5%-ը $1 է։ Եթե դուք ուզում եք պարապացնել ձեր հոգեբանությունը, ապա դուք $1-ից ավել չպետք է օրական կորցնեք, բայց եթե դուք ուզում եք այդ $20-ով ձեր վերլուծությունը պարապացնել, ստանալ պրակտիկա, ապա կարող եք կորցնել $5 օրական։ Բայց դուք պետք է քաջ գիտակցեք, որ այդ $20-ը ձեր պարապմունքի գումարն է։ Եթե դուք ուզենաք արդեն աշխատել գումար թրեյդինգով, դուք չպետք է կորցնեք 5%-ից ավել։
Բայց $20 շատ քիչ է, որպեսզի դուք գումար աշխատեք։ Եթե դուք $20-ից աշխատեցիք միանգամից $40, ապա դուք չեք պահել risk եւ money management օրենքները, դուք խախտել եք այդ կանոնները։ Իսկ եթե միանգամից կորցրել եք $20, ապա դուք նույնպես խախտել եք այդ օրենքները։ Խնդրում եմ, $20-ով ուղղակի $1 կատարեք պրակտիկա, սովորեք trading, բայց երբ որ արդեն հասկացաք, որ տիրապետում եք trading-ին, գծեք մի $500, այդ երբ որ արդեն դուք սովորել եք եւ գիտեք, որ դուք կարող եք պահել ձեր դիսցիպլինան, դուք կարող եք կատարել վերլուծություն, եթե պահեք ձեր դիսցիպլինան, $500 գցում եք եւ տեսնում եք, որ մի քանի օր դուք 5% եք կորցնում, դուք հանում եք ձեր մնացած գումարը բալանսի եւ ունենում եք շատ քիչ կորուստներ, եթե հասկանում եք, որ trading-ը ձեր համար չի, բայց եթե դուք չունեք դիսցիպլինա, դուք մեկ օրվա կկորցնեք այդ $500 եւ կգնաք բոլորին կասեք, որ trading-ը դա իրական չի, իրականն է, բայց իրական մարդկանց մոտ, իրական մտածելակերպ ունեցող մարդկանց մոտ։ Խնդրում եմ, մի խախտեք դիսցիպլինան, միանգամից կորցրեք ձեր բալանսը եւ դրանից հետո մի գնացեք ասեք, որ սա իրական մասնագիտություն չէ։ Ովքեր չգիտեն, մենք ունենալու ենք փակ տելեգրամյան ալիք, որը որ ցես համար հասանելի կլինի ամսի 5-ին, եւ սա վճարովի չէ, այլ այն մարդկանց համար է, ովքեր մեր հղումով գրանցվել են Pocket Option կայք։ Եթե չեք գրանցվել, ապա գրանցվեք հիմա։ Այս փակ տելեգրամյան ալիքում դուք կստանաք պրակտիկա, չմտածեք, թե սա ինչ-որ փողի կոճակ է, ոչ, դուք կկարողանաք գումար աշխատել այն ժամանակ, երբ որ ստանաք գիտելիքներ, իսկ գիտելիքներ դուք կարող եք ստանալ այս մեր պրակտիկ փակ տելեգրամյան ալիքից։ Եթե դուք ուզում եք հայտնվել այս ալիքում, ապա ուղղակի գրանցվեք մեր հղումով եւ սպասեք մեր հաջորդ վիդեոին, որտեղ որ ես ձեզ մանրակրկիտ կբացատրեմ այս մեր արհեստական բանականության աշխատանքը, որը որ ստեղծված է իմ գիտելիքներով, եւ թե ինչպես մուտք գործել այս փակ տելեգրամյան ալիք։ Մենք ունենք բաց տելեգրամյան ալիք, որտեղ ամեն օր դուրս են գալիս նորություններ կապված trading-ի, իմ ալիքի, իմ փակված գործարքների, եթե ուզում եք միշտ տեղեկացված լինել, ապա բաժանորդագրվեք մեր բաց տելեգրամյան ալիքին, որը որ կլինի մեր Pocket Option կայքի հղումի հետ ապիսանիայի բաժնում։ Ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր ապահովում են ակտիվություն մեր ալիքին։ Ձեր ամեն մի կոմենտը, ամեն մի լայքը, ամեն մի բաժանորդագրությունն ու գրանցումը ինձ ոգևորում է, որպեսզի ես ավելի ու ավելի շատ վիդեոներ նկարեմ ձեր համար։ Շուտով կլինի լրիվ նոր կուրս։ Իհարկե այդ կուրսը կլինի նմանատիպ մեր նախկին կուրսերին, քանի որ trading-ի հիմունքները չեն փոփոխվում, բայց ես կփորձեմ ավելի մանրակրկիտ ձեզ բացատրել եւ ավելի հասկանալի, որպեսզի դուք վերջապես հասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում trading-ը։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։